Պարոն Բուլեյան, 2 օր առաջ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվեց մի հայտարարություն, ըստ որի ռուս գործակցություն ընկերությունը հայտարարում է մրցույթ ռուսերենով ուսուցման դպրոցներում ԱՊՀ-ն իմ հայրենիքն է թեմայով շարադրության մասին, միջազգային մրցույթ է սա։ Այս մասին կցանկանայի ձեր մեկնաբանությունը լսել։ Արդյոք արդարացված է նման թեմայի շուրջ մրցույթի անցկացումը Հայաստանում։ 2016 թվականին անկախ պետականության 25-ամյա տոնակատարության օրերին նորից ճշտեինք, որն է բաբո մեր հայրենիք, դե փաստորեն պարտադրում են ճշտել, որն է բաբո մեր հայրենիք, խորհրդային պետության շրջանում երկու հասկացություն կար, մեծ հայրենիք, այդպես էլ ուսուցանում էին, մեր մեծ հայրենիքը խորհրդային միությունը եւ փոքր հայրենիքը, դա խորհրդային սոցիալիստական հանրապետություն Հայաստանն էր, 91 թվականից հետո թվում է, թե մենք պիտի շատ արագ թոթափեինք այս երկու վարքանի մեր գոյությունը, որովհետեւ հայրենիք ձեռք բերեցինք անկախ պետության ձևով, որն է Հայաստանի Հանրապետությունը, որ հիմնադրեցինք բոլորս միասին, միամուռ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով, սա հայրենիքի ստեղծում էր, հայրենիքի ազատագրում, վերգտնում, ու թվում էր այս հարցը փակված է, դրանից հետո մենք պիտի գործեինք որպես այս անկախ պետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, բայց ԱՊՀ-ի ստեղծումը որևէ հիմնավորմամբ, հետո դրանից հետո Հայաստանի Հանրապետության շատ հաճախ հակաանկախական իր վարքը պիտի բերեր նման բաների, երևի, հիշում եք անցյալ տարի Կիսիլյով անունով լրագրողի հայտնի հարցազրույցներ ազգային ժողովում, որտեղ նա ուղղակի միջամտեց մեր անկախ պետության ներքին գործերին, թելադրում էր վարքը, հիշում եք տաքսիստի հետ կապված նախարարի մամուլի քարտուղարի պարզաբանումներին, ես ինչ կարող եմ ավելացնել, որ փորձ է արվում նորից Հայաստանում երկու սորտի, երկու տեսակի քաղաքացիություն ստեղծել, որ Հայաստանում ապրում են ազգությամբ նաև էթնիկ առումով ոչ հայեր, մենք դա գիտենք, բայց դրանք հայաստանցի են, թե չէ, եթե նրանք հայաստանցի են, դե հայաստանցի են, որովհետև հայերեն լեզվով ուսուցման պետական դպրոցներում էլ սովորում են այլազգիներ, եւ մենք իրավունք չունենք որևէ խտրություն, ըստ ազգային պատկանելիության, դրա համար ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում այդ ռուսերեն լեզվով կոչված դպրոցների գոյությունը հակասահմանադրական է, անօրինական է, ու ցավոք սրտի մենք չենք անդրադառնում այս արմատին, տեսնում եք, ու անդադ հղում է արվում, թե դա չի վերաբերում հայաստանցիներին, դա վերաբերում է ում, այն 40, այստեղ էլ այդպես գրված, ընդամենը 40 դասարանում եւ դպրոցում սովորող ռուսերենով ուսուցմամբ, ազգությամբ ոչ հայ շուրջ 600 աշակերտի։ Սա վտանգավոր հարցադրում է։ Չգիտեմ համաձայն եք թե չէ, որովհետեւ այդ ռուսերեն լեզվով կոչված դպրոցները թե դասարանները նրանք էլ են պետական դպրոցներ, այնտեղ էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ոնց կարող ես դու այսպիսի խտրություն դնել, անկախ ամեն ինչից, անկախ որ այդ դպրոցները, այդ դասարանները հակասահմանադրական են ստեղծված ու գործում են որպես այդպիսին։ Ըստ հայտարարության ԱՊՀ բոլոր երկրներում է անցկացվում մրցույթը եւ Հայաստանը նույնպես ԱՊՀ անդամ երկիր է։ Ըստ ձեզ այդ խտրականությունը ինչու է դրված, որ միայն ռուսերեն դասավանդող դպրոցներում։ Դե հասկանալի է, մենք քաղում ենք կամ այն հետևանքներն է, որ ԵՏՄ կոչված այդ տնտեսական, իրականում քաղաքական միավորի ստեղծումով, առաջացավ վերջին արդեն որն է երկրորդ տարին է, արդեն երկու տարում նկատելի ակտիվացել այս ուղղությամբ, գիտեք, այնպիսի ներխուժում է կատարվում, այնպիսի, մեկ էլ առաջ բաներ, որ երբեք չէիր մտածի, եթե Ռուսաստանի Դաշնությունից որպես
հզոր, հա, ուրեմն հյուսիսից, հա, անկախ պետությունը, հա, գային նման նախաձեռնություններ, օլիմպիադաներ, բան չէ, շատ նորմալ կլիներ։ Ինչպես ասենք այլ երկրից գային, ասենք Վրաստանից, չգիտեմ, Մեծ Բրիտանիայից, շատ նորմալ կլիներ, բայց երբ որ այս ներխուժում արդեն գալիս է որպես մեծ հայրենիք արդեն, եւ այդ ամեն ինչի մեջ կա թելադրանք, հա, այս որ դու եւ դա երևում է պետական պատկան մարմիններ մեկ էլ շատ արագ տարածում են, հա, իրենց ստորա ինչի եք տարածում, հա, իրենք ուզում են դիմեն, թող դիմեն, իրենք ուզում են ծախսանեն, թող անեն, հատկապես որ ստեղծել են, չէ, ռուս գործակցությունը, բայց ռուս գործակցություն, այս գործակալությունը ստեղծված է Ռուսաստանի Դաշնության, չէ, համաձայն եք, չէ, ինչ, դե թող իրենք աշխատեն, թող իրենք չարչարվեն, ինչպես ասում են, չէ, եթե այս ճանապարհով գնայինք նորմալ կլներ, բայց արդեն որ սկսում է այս ռուսաց դիկտատը թելադրանքը բան մատը թափ տալով խոսելու արդեն իշխանության անունից, չէ, եւ դրա տակ հայտնվում են ստորագրություններ, սա շատ վտանգավոր բան է մեր անկախ պետականության այս 25-րդ տարում։ Այստեղ քննարկելու ինչ հարց կա։ Անկախության 25-ամյակն ենք տոնում եւ ըստ երևույթի մրցույթը հենց անցկացվում է ԱՊՀ-ի ձևավորման 25-ամյակի առիթով։ Արդյոք քաղաքական միտում չեք տեսնում այստեղ։ Արհամարանք ես կասեի, իրանք կարող են իրենց թույլ տալ այդպես անփույթ լինել, իսկ ով է իրենց կանգնեցրել, չէ՞։ Պետությունը, պետական մարմինը իր արտգործնախարարությամբ, իր կառավարությամբ, չէ, պետք է ոչ միայն կանգնեցնել, ինչպես Կիսիլյովի դեպքում, չէ։ Հիշում եք, հա, պիտի նրանք պատշաճ պատասխան ստանային, ինչպես ընդունված է միջամտություն երկրի, պիտի կասեցվեր, պիտի առանձին գործակալություններ, եթե ուղակի մասնավորի մակարդակով մարդկանց նրանք պիտի պատժվեին, բանարվեին, բայց ախար այդպես չի եւ ցավոք սրտի հասարակական առանձին խմբեր էլ կարող են, չէ, այդպես չընկալել։ Այստեղ քննարկելու, գիտեք, արժանապատվության հարցը, հա, իմ արժանապատվությունը վիրավորվում է նման բաներից, ես չեմ կարող թույլ տալ որևէ մեկը, հա, ինչ անունով ուզում է լինի, ինչ փաթեթավորում է, որովհետև ես ունեմ իմ հայրենիք Հայաստանի Հանրապետությունը, ես ունեմ իմ լեզուն հայրենը, հա, ես անկախ պետության քաղաքացի եմ, հա, այս արժանապատվությունը պետք է թույլ չտար որևէ ոտնձգություն, որտեղից ուզում է գա Միացյալ Նահանգներից, թե Ռուսաստանի Դաշնությունից, թե նրանց ստեղծած ինչ-որ կառույցներից, ինչ տարբերություն։ Այս անհատ քաղաքացու կազմակերպության, չես արժանապատվության հարցն է, որը ոնց որ թե բան ունի, էլի անդադ խոցված է։ Իսկ մեր պետությունն էլ, ասում եմ իդեմս իր կառավարության, հա, պետք է շատ զգուշ լինի, հա, ինքը շատ պետք է պաշտպանի, որովհետև հակառակ դեպքում շատ հեշտ է խոցել։ Հիմա էլ մենք պետք է կարողանանք վերլուծել, այդ դեպքում շատ լավ, այդ դեպքում ինչ կապ ունեն ռուսաց լեզվով ուսուցման դասարանները, չէ՞ որ ԱՊՀ-ի կազմումը Հայաստանի Հանրապետությունն է, չէ՞, դրա համար եմ ասում, այս արդեն որ անում են, այդ հետին թվով դրանք սրբագրումներ են, չէ՞։ Համաձայն եք, կարող է այդպես, բայց դպրոցականները ինչ կապ ունեն։ Գիտեք, երբ որ ինչ-որ օլիմպիադաներ անցկացվեր, ինչ-որ մեկը եւ մարդը կամավոր ուզենար մասնակցեր, թող մասնակցեր, կրթության եւ գիտության նախարարությունը ինչ գործ ունես ընդհանրապես։ Որովհետեւ օլիմպիադաները կարող են լինել, գիտեք, մասնավոր նախաձեռնությունների մյուսի բանի ձևով, հա, եւ դա շատ նորմալ է, ինտերնետը կա, չէ, Facebook-ը կա, մյուսը կա, տարածելու լիք հնարավորություններ կան, չէ։ Ես չեմ ասում, թե դա հաջող թեմա է, ես այդ չեմ ասում թող լինեն, բայց խոսքը այն մասին է, որ դա դրվում է շրջանառության մեջ, դա պարտադրվում է, դա գալիս է պետական դպրոց, կարևոր չի ինքը հայերեն լեզվով ուսուցման, դա պետական դպրոց է, չէ, եւ շոշափվում է արդեն պետական մարմնի անունը, սրա մասին է խոսքը, իրանք գիտեն, չէ, որ իրանք թելադրում են, իրանք գիտեն, որ կարող են այդպիսի բան անել։ Եվ լավ է, որ հասարակությունը, ոնց որ ասած, հակահարված տա, չէ, ուղարկի գրողի ծոցը, չէ, իրանց տեղը ցույց տա, չէ, ինչ ասելա, ապա շատ լավ համագործակցություն է, բայց դպրոցի հետ ինչ կապ ունեք, համաձայն եք, հանրակրթության արդեն այդ մակարդակ եք տեղափոխվել։ Ճիշտ է, սրա մասին է խոսքը, այնքան ակնհայտ են այս բաները, բայց մենք այստեղ պիտի նորից հիշենք, որ
Հանրակրթական մակարդակում այլ խնդիր ունենք, հա, մայրենի լեզվի ուսուցման խնդիր, մայրենի լեզվով, հա, այդ արժանապատիվ ուսուցման խնդիր ունենք, ռուսերենի որպես օտար լեզվի, հա, նրա չափի տեղն ունենք, որովհետև էլի անընդհատ կարող է թվալ, թե որ մեր ողբերգությունը այսօր կամ մեր դժվարությունները, որ կան ունենք, հա, դրանք օտար լեզվի վատ իմացումից են, կլինի ռուսերեն թե անգլերեն, բայց չկա այդպիսի բան։ Շատ էլ լավ, հա, այսօրվա սերունդը հասարակությունը, իմ 5 տարեկան Դավիթը, շատ էլ լավ, շնորհիվ ինտերնետի, Facebook-ի, հա, մուլտերի մյուսի օտար լեզու է յուրացնում եւ օրինակ մեր կրթահամալիրի կրտսեր դպրոցում ես նայում եմ, ընտանիքից եկող այդպիսի մի բան կա եւ դա շատ նորմալ է։ Իր կյանքում այն չափով, ինչ չափով այդ օտար լեզուն կա։ Դա լրիվ բավարար է։ Մենք պետք է կենտրոնանանք չէ իրական խնդիրների լուծման, չէ՞, եւ այս բանի առումով։ Մյուս կողմից էլ ես չեմ ուզում, որ առանձին վերցրած մի հարց քննարկվի բուն այդ իր արմատից, հա։ Իսկ արմատը այդ մեր ազգային արժանապատվության այդ խոցելի լինելն է, որը քաղաքացու ձեռքն է, որովհետև ես եմ այդ քաղաքացին եւ ես թույլ պիտի չտամ, հա, այդպիսի բան որևէ Կիսելյովի կամ որևէ ռուս գործակցության, որովհետև ես գիտեմ որն է իմ հայրենիքը Հայաստանի Հանրապետություն։